2005 ուսումնական տարվա թվով 43 շրջանավարտներին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հովանու ներքո գործող Էռնեկյան հանրակրթական դպրոցի շրջանավարտներ, հարազատներ, ուսուցիչներ, հոգևորականներ մեկտեղվել են Էջմիածնի հայորդյաց տանը նշելու վերջին զանգը։ Շրջանավարտները դպրոցն ավարտում են ձեռքբերումներով եւ բազում սպասումներով։ Ես ապագա իրավաբան եմ, դիմել եմ ֆրանսիական համալսարան, քննություններին եմ սպասում, որ տամ քննություններս, դեռ ժամանակում եմ մի քիչ։ Սովորում եմ Էռնեկյանում, արդեն ավարտում եմ ավելի ճիշտ, այստեղ եմ եկել 10-րդ դասարանից, այսինքն այստեղ սովորել եմ ընդամենը 3 տարի, դիմել եմ արդեն ամերիկյան համալսարան, անգլերեն եւ հաղորդակցություն բաժին, հետևաբար հետաքրքրություններս ավելի շատ լեզուների գծով են։ Գլխավոր բանը, որ ձեռք եմ բերել այստեղ, կարելի ասել ընկերությունն է, գիտելիքից զատ բնականաբար, որովհետև գիտելիքը բնականաբար ձեռք էի բերելու, բայց ձեռք բերածս ընկերները վստահ եմ ամբողջ կյանքում հետս են լինելու։ Դպրոցում շատ հոսքեր կան, որոնք մեզ օգնում են ուղղորդվել եւ ճիշտ մասնագիտություն ընտրել։ Ես ընտրել եմ բժշկություն մասնագիտությունը, որում իմ ուսուցիչը մեծ դեր ունեցել։ Էռնեկյան դպրոցի վերջին զանգը մեկնարկեց աղոթքով ու օրհներգով, շրջանավարտները շնորհակալական խոսքեր ուղղեցին դպրոցի ուսուցչական կազմին, տնօրինությանը, տարբեր տարիների հոգևոր տեսուչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք օգտակար են եղել մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ավարտողները իրենց խոսքը համեմեցին հումորով, ուրախ պատմություններով։ Շրջանավարտներին ողջունեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։ Ստացել են լավ կրթություն, լավ ուսուցիչների շնորհիվ եւ այսօր շատ վստահ ու հանգիստ մտնում են նոր կյանք։ 43-ն են մեր շրջանավարտները եւ իրենց հետ տանում են Վեհապար Հայրապետի օրհնությունը, պարոն Էդուարդո Էռնեկյանի բարերարությունը եւ իրենց ուսուցիչների խիստ դասերը։ Դժվար է էռնեկյանցի լինելը, բայց բոլորս շատ ուրախ ենք, որ էռնեկյանցի ենք։ Էռնեկյան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն Քահանա Միրզոյանը վստահ է, որ անկախ ընտրած մասնագիտությունից ավարտողները բարձր կպահեն դպրոցի անունը։ Այսօր մեր համար շատ ուրախալի առիթներից թերևս ամենակարևորն է ուսումնական տարվա մեջ, որովհետև այս պահին մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի աշակերտներին եւ աշակերտուներին, որոնց հետ որ 12 տարի մեկ հարկի տակ միասին կրթվել ենք, մեկս մյուսից սովորել ենք եւ նաեւ փորձել ենք սովորեցնել, դասիրակել ոչ միայն մտքեր, այլ նաեւ հոգիներ, քրիստոնյաներ, որոնք որ պետք է դառնան մեր նվիրակները, մեր դեսպանները արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ մենք վստահություն ունենք, որ իրենց առավելագույնով պիտի ներկայանան եւ նաեւ բարձր պահեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Էռնեկյան հանրակրթական դպրոցի անունը, որովհետեւ մեր համոզմունքն է եւ մեր ամենօրյա քարոզն է եղել, որ այո, կրթություն ստանալը շատ կարեւոր բան է, անհրաժեշտություն է, իսկ էռնեկյանցի լինելը դա օրհնություն է։ Էռնեկյան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ եւ կրում է նրա անունը։ Ներկաներին ողջունեց ու շրջանավարտներին շնորհավորեց Կոնվերսբանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Մարտիրոսյանը։ Նա աշակերտների հետ հանդիպել զրուցել է մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում։ Կոնվերսբանկում Էռնեկյան դպրոցի աշակերտների անունով հաշիվ է բացվում։ Յուրաքանչյուր տարի այդ հաշվին ավելանում է $100։ Այդ գումարը նախատեսված է շրջանավարտների կրթական ծախսերի համար։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։